Կուլրոֆոբիա, վախ ծաղրածուներից։ Ոմանց համար ծաղրածուն մանկական տոն է, մյուսի համար այնպիսի կերպար, որ նույնիսկ կարող է տագնապ առաջանալ։ Գլոբոֆոբիա, վախ փուչիկներից։ Այո, ծննդյան այս ամենաանվնաս դեկորը մեկ ուրիշի համար կարող է լինել աղմուկի, պայթելու, սպասման և նույնիսկ լիարժեք սթրեսի աղբյուր։ Պոգոնոֆոբիա, վախ մորուքներից։ Երբ որոշ մարդկանց համար մորուքը պարզապես ոճ է, մեկ ուրիշի համար դա կարող է անհանգստության պատճառ դառնալ։ Օնֆալոֆոբիա, պորտերից վախ, սեփական կամ ուրիշի, և երբեմն մարդը ոչ միայն չի ուզում դիպչել, այլ նույնիսկ չի ցանկանում տեսնել։ Ալեկտրոֆոբիա, հավերից կամ աքաղաղներից վախ, ոչ թե ընդհանրապես թռչուններից, այլ հենց հավերից, այսինքն գյուղ գնալը կարող է դառնալ իրական փորձություն։ Տրիպոֆոբիա, փոքր անցքերի, փոսիկների կամ իրար կպած շրջանների, խմբերից ուժեղ զզվանք կամ տագնապ։ Մեղրախորի սպունգ կամ լոտուսի սերմնատուփ, ոմանց համար դա պարզապես նկար է, ուրիշների համար ֆիզիկական անհարմարություն։ Էմետոֆոբիա, փսխելուց կամ մեկ ուրիշի փսխելը տեսնելուց վախ։ Այդ վախը կարող է մարդուն ստիպել խուսափել ռեստորաններից, ճանապարհորդություններից կամ նույնիսկ որոշ ուտելիքներից։ Կատոպրոտոֆոբիա, հայելիներից կամ սեփական արտացոլանքից վախ, երբ հայելին ձեզ համար պարզապես ինտերիերի մաս չէ, այլ մի բան, որից ուզում եք շատ հեռու մնալ։ Հիպոպոտոմոնստրոսեսկվիպեդալիոֆոբիա, վախ երկար բառերից։ Այո, անունն ինքն էլ այնպիսի բառ է, որ կարող է վախեցնել նույնիսկ նրան, ով այդ ֆոբիան չունի։ Ֆոբոֆոբիա, վախ վախերից։ Երբ մարդը սկսում է ոչ այնքան վախենալ կոնկրետ իրավիճակից, որքան այն զգացումից, որ կարող է նորից խուճապ ունենալ կամ խուճապ ապրել։ Սա պատմում եմ ոչ թե որպեսզի ծիծաղենք մարդկանց վախերի վրա, այլ որովհետև մեկի վախը մյուսի համար կարող է անհեթեթ թվալ, բայց մարդու մարմնի համար այն իրական է։ Մարմինը չի հարցնում՝ սա տրամաբանական վախ է, մարմինը պարզապես ազդանշան է ստանում։ Եվ ահա այստեղ գալիս ենք մեզ ավելի ծանոթ վախերին։